Հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը կարծես թե սպասելի էր աշխարհի շատ պետությունների համար։ Նախ Բաքուն, ապա Երևանը հաստատեցին, որ խաղաղության պայմանագրի 19 կետն ամբողջությամբ համաձայնեցված է, ինչն անարձագանք չմնաց աշխարհում։ Դրան նախ արձագանքեցին աշխարհի բազմաթիվ երկրներից, իսկ հետո լուրը տեղ գտավ միջազգային մամուլի գլխավոր էջերում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շտապեց առաջինը ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Այժմ խոչընդոտներ չկան Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որը պետք է ճանապարհ հարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար։ Հաջորդը Ֆրանսիային սահմանակից Գերմանիան էր, արտաքին գործերի նախարարի մակարդակով։ Անալենա Բերբոքը X-ի իր միկրոբլոգում գրեց, որ լուրը, թե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի շուրջ, հույս է ներշնչում։ Տասնամյակների թշնամությունից եւ պատերազմից հետո այն փաստը, որ կայուն խաղաղությունն այժմ հասանելի է, կարևոր է տարածաշրջանի եւ նրա սահմաններից դուրս։ Երկար բանակցություններից հետո Հայաստանի խիզախ զիջումները հնարավոր են դարձնում ճանապարհի այս վերջին քայլը, ճանապարհ, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին, կոչ եմ անում երկու կողմին այժմ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Էստաֆետը փոխանցվեց Ավստրիային։ Այստեղ նույնպես արտաքին գործերի նախարարությունը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ողջունելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցում գրանցած առաջընթացը։ Ջերմորեն ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ձեռք բերված առաջընթացը։ Մենք հույսով ենք, որ շուտով կստորագրվի համաձայնագիր։ Համապարփակ եւ արդար համաձայնագիրը վստահաբար կամրապնդի կայունությունը, անվտանգությունը եւ բարգավաճումն ամբողջ տարածաշրջանում։ Հաջորդ արձագանքը արևի ու տաք բնավորությունները երկիր Իսպանիայից էր։ Այս երկրի արտաքին գործերի, Եվրամիության եւ համագործակցության նախարարությունը եւս ողջունեց Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև համաձայնագրի վերաբերյալ լուրը եւ հույս հայտնեց, որ այս հայտարարությունը կհանգեցնի երկու երկրի միջև վերջնական համաձայնագրի կնքմանը։ Իսպանիան վերահաստատեց իր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Ալբանիա, Էստոնիա, Սլովենիա, Ռումինիա այս երկրները նույնպես միացան ողջույններին, ընդգծելով, որ սա երկար սպասված քայլ է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու ուղղությամբ։ Եվրամիությունն է միացել ողջույններին, կարևորելով Հայաստանի եւ Ադրբեջանի արված հայտարարությունները խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի նախագծի վերաբերյալ։ Մենք ողջունում ենք երկու կողմերին վերջին մի քանի տարիների այս ուղղությամբ կատարած հաստատակամ աշխատանքի համար ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հանրության ներգրավմամբ։ Եվրամիությունը ողջունում է Հայաստանին, որը ճանապարհ է հարթել տեքստի վերջնականացման համար։ Այս հայտարարությունները որոշիչ են տարածաշրջանում ամուր խաղաղության ու կայունության ճանապարհին։ Կարևոր է այս իմպուլսը պահպանելն ու գործընթացի սահուն ավարտն ապահովելը երկու կողմից նույն հեռատես ու փոխզիջումային մոտեցումների հիման վրա։ Եվրամիությունն ամբողջությամբ աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ պատրաստ է հավելյալ աջակցություն տրամադրել, եթե կողմերը դրա համար դիմեն։ Հարևաններին անդրադառնանք՝ Իրան ու Վրաստան։ Այս երկրները կարևոր քայլ են համարում համաձայնագրի կետերը համաձայնեցնելը, քանի որ այն շատ կարևոր է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։ Թբիլիսիի գնահատմամբ սա պատմական քայլ է դեպի տարածաշրջանային հաստատուն խաղաղություն եւ կայունություն։ Համաձայնության գալու մասին հայտարարություններից ավելի քան 24 ժամ անց համաձայնագրին արձագանքեց Միացյալ Նահանգները։ Այժմ ժամանակն է հանձնառություն ցուցաբերել խաղաղության հարցում, ստորագրելու եւ ավերացնելու պայմանագիրը։ Սա հնարավորություն է երկու երկրի համար շրջել տասնամյակների հակամարտության էջը, համաձայն նախագահ Թրամփի ավելի խաղաղ աշխարհի տեսլականի։ Ռուսաստանից ու Թուրքիայից արձագանք դեռ չկա։ Երկրներից զատ համաձայնագրի վերջնականացման լուրը տեղ է գտել միջազգային մի շարք առաջատար լրատվականներում, ինչպիսիք են օրինակ Reuters-ը, Politico-ն, France 24-ը, CNN-ը, Al Jazeera-ն, The Guardian-ը, The Jerusalem Post-ը եւ Dolce Welle-ը եւ այլ լրատվամիջոցներ։ Իսկ վերջում միջազգային դատարաններում ներկայացված փոխադարձ հայցերը հետ կվերցվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը։ Նանա Հիրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։